Ողջույն բոլորին։ Մորս խոհանոցային տետերն է ձեռքիս։ Հնացած, հալումաշ եղած, բայց շատ թանկ ու կարևոր ինձ համար։ Այսօր իր բաղադրատոմսով տորտ կուդրաշ եմ պատրաստելու։ Սա ևս 80-ականների բաղադրատոմս է, պարզ ու հասանելի, բայց անչափ փափլիկ ու համեղ։ Շատ հեշտ է պատրաստվում, ամենահասարակ բաղադրիչներով շքեղ ու տոնական տորտ է ստացվում։ Կրեմի համար պետք է 500 մլ կաթ, 200 գ շաքարավազ, 3 ճաշի գդալ ալյուր, 300 գ կարագ և վանիլի։ Խմորի համար 3 ձու, 150 գ շաքարավազ, 150 գ ալյուր։ Մուգ խմորի համար նույն բաղադրիչները, միայն թե 20 գ ալյուրի փոխարեն 20 գ կակաո։ Քանի որ կրեմը եփովի է և ժամանակ է հարկավոր, որ եփած կրեմը հովանա, առաջին հերթին պատրաստում ենք եփովի կրեմը, խյուսը։ Դրա համար կաթսայի մեջ լցնում ենք ալյուրն ու շաքարավազը, ի դեպ ալյուրն անպայման մաղում ենք, խառնում ենք և քիչ-քիչ ավելացնում ենք կաթը։ Ինձ մոտ կաթը սառը վիճակում է, հենց նոր եմ սառնարանից դուրս բերել։ Խառնում ենք, որ գնդիկներ չմնան, ապա դնում ենք գազօջախի վրա և եփում մարմանդ կրակով, մինչև ակտիվ եռա և մասսան պնդանա։ Անընդհատ խառնում ենք։ Վերցնում ենք կրակի վրայից, լցնում ենք ափսեի մեջ, երեսը ծածկում ենք սննդային թաղանթով, այնպես, որ հպվի կրեմին և թողնում ենք հովանա։ Այս ընթացքում պատրաստում ենք շերտերը։ Թասի մեջ կոտրում ենք ձուն, մի քիչ հարում ենք, որ բացվի, ապա ավելացնում ենք շաքարավազը։ Ձուն միջին չափի է, յուրաքանչյուրը կշռում է մոտ 55 գ։ Օգտագործելուց առաջ անպայման լվանում ենք և չորացնում։ Այստեղ համբերատար հարելու ենք, ձեռքի հարիչով փոքր-ինչ ավելի ժամանակ է պահանջվում, բայց դրա շնորհիվ էլ շերտերը բարձրանալու են։ Ահա այսպիսի խմոր ենք ստանալու։ Հարում ենք այնքան, մինչև ծավալով մեծանա և սպիտակի։ Հիմա քիչ-քիչ մաղելով ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրն անպայման մաղում ենք և անպայման ավելացնում ենք մի քանի էտապով։ Երբեք ու երբեք միանգամից ալյուրը չենք լցնում խմորի մեջ, որովհետև ալյուրի որակից կախված գուցե մի քիչ ավել կամ պակաս պահանջվի։ Յուրաքանչյուր ավելացումից հետո զգուշորեն խառնում ենք սիլիկոնե թիակի օգնությամբ։ Ալյուրը ավելացնելուց հետո երբեք ու երբեք չեք հարում հարիչով, քանի որ ստացվելու է ռեզինատիպ խմոր։ Մեզ պետք է, որ ստանանք շատ թեթև բիսկվիթային խմոր։ Ահա այսպիսի։ Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած ջեռոցի տապակի մեջ, երեսը հարթեցնում ենք և թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ, վերև-ներքև ռեժիմով մոտ 10 րոպե։ Նույն կերպ պատրաստում ենք երկրորդ շերտը։ Մայրս այս տորթը կաթսայի մեջ է պատրաստել, գազի վրա, յուրաքանչյուր շերտը պատրաստել է 6 ձվով, այնուհետև բիսկվիթը մեջտեղից կիսել, դարձրել է 2 շերտ և փշրանքներ վերցրել երեսի ձևավորման համար։ Ես պատրաստում եմ 35-40 սանտիմետրի վրա ջեռոցի տապակով, յուրաքանչյուր շերտը 3 ձվով։ Պատրաստելուց հետո շերտերը մեջտեղից կիսելու եմ, իսկ եզրերից հեռացրած կտորներով էլ ձևավորելու եմ տորթը։ Դուք պատրաստեք ձեր նախընտրած ձևով, ինչպես դուք եք կամենում։ Ի դեպ բաղադրատոմսում նշված է, որ կակաոյի փոխարեն կարելի է ցանկացած գույն օգտագործել։ Ահա պատրաստեցինք նաև երկրորդ շերտը, հիմա պատրաստում ենք կրեմը։
Սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագին ավելացնում ենք վանիլին, լավ հարում ենք, որ ջերմակի, թեթև կրեմատիպ զանգված դառնա, ապա գդալ ավելացնում ենք եփած և կրկին սենյակային ջերմաստիճանի խյուսը։ Տեսեք ինչպես է հարվել կարագը։ Յուրաքանչյուր ավելացնելուց հետո լավ հարում ենք։ Ընթացքում թասի պատերը մաքրում ենք սիլիկոնե թիակով, որպեսզի չհարված կարագի զանգված չմնա։ Ահա, կրեմն էլ պատրաստեցինք, նայեք ինչ թեթև օդային կրեմ ենք ստացել։ Խնդրեմ, ահա այսպիսին պիտի լինի լավ հարված կրեմը։ Հիմա հավաքում ենք տորթը։ Սկուտեղի վրա դնում ենք դեղին շերտը, վրան կրեմ ենք տարածում, դնում ենք կակաոով շերտը, կրկին ծածկում ենք կրեմով և նույն կերպ շարունակում ենք հավաքել տորթը, իսկ երեսը ձևավորում ենք փշրանքներով։ Ցանկալի է գոնե 1 ժամ տորթը թողնել սառնանում, ապա նոր կտրել և անուշանել։ Ես շտապում էի, շուտ եմ կտրել։ Անչափ համեղ տորթ ստացվեց, փափլիկ, բերանում հալվող։ Բարի պատրաստում, լավ օր բոլորիդ, իսկ մենք կհանդիպենք, ցտեսություն։